Անապատում պետք է ավելանան մեր աղոթքները եւ անապատում մենք պետք է ավելի շատ Աստծո խոսք կարդանք։ Այնքան հայտնի ճշմարտություն է, որ բոլորը գիտեն, բայց չեն անում կամ շատ քիչ են անում։ Սիրելիներ, սա շատ զարմանալի մի բան է, որ Աստծո տան մեջ տիրում է։ Ընդհանրապես Աստված մեզ պատվիրում է, որ ամեն ժամանակ անդադար աղոթք անենք։ Ամենուր Տերը պատվիրում է աղոթք անել, որ փորձության մեջ չընկնենք։ Անդադար աղոթք անենք։ Էլուր մնաց, երբ դու նեղությունների եւ խնդիրների մեջ ես, որոնց լուծումները չես տեսնում։ Սա այնտեղն է, որտեղ քո աղոթքները պիտի ավելանան։ Բայց դու դա չես անում մեկ պատճառով, սիրելիս։ Եվ դու որոնում ես ճանապարհներ քո խնդիրների լուծման ամեն տեղ, ամեն մարդու մոտ, ամեն դուր թակելով, բայց չես գալիս Աստծո ծածուկ սենյակը, չես ընկնում քո ծնկների վրա ու ասում. Տեր, այս իրավիճակի մեջ միայն քո զորությունն է, որ կարող է ինձ դուրս բերել։ Գիտես ինչի չես անում, որովհետև չես հավատում, որ Տերը լսում է, որ Տերը սպասում է եւ որ Տերը ցանկանում է քո կյանքում ճեղքում բերելու։ Միակ պատճառը, որ դու այդպես չես վարվում, անհավատությունն է։ Միակ խնդիրը, որ դու չես գնում Տիրոջ մոտ, ուղղակի չես հավատում։ Դրա համար ուր որ գնում ես, իրանց էլ հավատում ես։ Եվ հիմա, երբ որ արդեն ոչինչ տեղի չի ունեցել, եւ ամեն տեղերում ես զախողվել, ես քեզ խնդրում եմ, հետ արի դեպի քո Տեր Աստվածը, հետ արի, եւ թող Տերը մեկնի իր ձեռքը, թող Տերը պատասխանի քո աղոթքներին։ Անապատում պիտի ավելանան մեր աղոթքները եւ պիտի ավելի շատ կարդանք Աստծո խոսքը, որովհետեւ մենք գիտենք, որ անհնար է հաջողված քրիստոնեական կյանք ունենալ առանց այս երկու բաների։